Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու, իր սուրբ վարքագիծը մեզ փոխանցելու, եկեղեցի գալացողների նպատակը, եթե օրորի Քրիստոսի նմանվելը չեղավ, այդ եկեղեցին պարապ տեղն է աշխատում։ Ոչ թե մենակ պիտի նպատակը ատիկա լինի ու տարես տարի, ամիսե ամիս պիտի իր վարքագծի մեջ փոփոխություն լինի, հատկապես փորձությունների մեջ ինքը ավելի զուսպ, ավելի համբերող, ավելի լռող եւ աղոթող պիտի լինի, որ կարողանա փորձությունները ավելի լավ անցնի նախորդ փորձությունների հետ համեմատած։ Ուրեմն այսօրվա մեր թեման իրականից Հիսուսի նման դառնալուն է վերաբերվում։ Տեսեք Պողոս առաքյալը ինչ ասում Եբրայեցիների ուղերձում 12-րդ գլխում։ Հիսուսին նայենք, մեր դավանության առաքյալին ու կատարողին, որ իր առջև եղած ուրախության պատճառով խաչը հանձն առավ, դեմի ուրախությունը տեսավ, չէ, երկինք գնալու օր ներկայությունը վայելելու, այդ ուրախության պատճառով խաչը հանձն առավ, ամոթն արհամարեց եւ Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Հիմա մեզի ինչ ուրախությունը պիտի մղի դեպի խաչակրության, նույն ուրախությունը, հափշտակվելի ուրախությունը, որ հետ հավիտյան ապրելու ուրախությունը պիտի ստիպի մեզ, որ մենք ամոթն արհամարենք, չմտածենք ինչ են մտածում մարդիկ մեր մասին, մենակ մենք ձգտենք գայթակղության պատճառ չլանք ոչ հրեաներին, ոչ հեթանոսներին, ոչ էլ Աստծո ժողովրդին, վերջ, մնացածը քո հավատքի մասին ինչ կարծիք կունենա դիվար հեթանոսը, հաստատ իմացեք դիվարը սուրբ հավատքի մասին լավ կարծիք չի ունենա, քո պարկեշտ հագնելը իրեն զզվելի կլինի, իրեն դուրեկան կլինի ազատ հագուստը, բաց հագուստը, աշխարհի պղծված կերպարանք ստանալ, ամեն, իսկ բնականաբար սուրբ եկեղեցու արտաքինը, վարվելաձևը, աղոթքի գրքի շատությունը, պաշտամունքի շատությունը, զոմբիություն կտեսնեն, ամեն, իրանք պիտի թերագնատեն սրբերին, գերագնատեն ու այլասերված պիղծ հավատացյալներին, ամեն, ուրեմն մեզ չի հետաքրքրում աշխարհիկ մարդկանց կարծիքը, բայց ձգտենք, որ չգայթակղեցնենք, բայց եթե գալիս է պարագա Քրիստոսը գայթակղվի թե աշխարհիկը կամ կրոնավորը, ուրեմն թո աշխարհիկն ու կրոնավորը գայթակղվեն, բայց Քրիստոսը չգայթակղվի։ Ուրեմն մենք եթե տակավին մարդիկ հաճեցնեինք, ալ Քրիստոսի ծառան չէինք գլա։ Ամեն։ Ուրեմն Աստծո ժողովուրդ մենք կանչվել ենք, որ Աստծուն ծառայենք, Աստծուն հաճելի լինենք, Աստծո նման քայլենք, խոսենք ու գործենք։ Ձեզ կանչող Սուրբ Հիսուսի պես դուք էլ սուրբ եղեք, չէ՞։ Այդ համարները կա։ Կատարյալ եղեք Մատթեոս 5:48, ինչպես ձեր երկնային հայրը կատարյալ է, այսի ում համար է գրվել։ Աստծուց ծնվածը մեղ չի գործում, ով որ մեղ կա գործում, սատանայի զավակ է։ Վերջ սրանք հիմքերն են, որ սրով պիտի մեռնեն ու բնաջին լինեն Ամովսյա 9:10։ Աստծո ժողովրդի միջի մեղ գործողները շնությամբ լեցուն աչքեր ունեն, 2 Պետրոս 2 գլուխ 14 խոսք, անհաստատ հոգիները կխաբեն, ագահությամբ վարժված սրտեր ունեն ու մեղանչելին ասում է չեն դադարում, շնությամբ լեցուն աչքեր ունեն ու մեղանչելին չեն դադարում, ագահությամբ վարժված սրտեր ունեն, անիծյալ չար գեհենի զավակ են, ամեն։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, հենց սա է, որ մեզ մղում է, որ պիտի տարբերանշան լինի մեր եւ կրոնավորների միջև։ Տարբերանշան պիտի լինի սրբերի եւ աշխարհի միջև։ Վատն է, որ դուք ուզում եք նմանվել այն պղծված աշխարհին, որը ատեց ու խաչեց Հիսուսին։ Վատն է, որ ուզում եք նրա նման խոսեք, նրա նման մտածեք, նրա նման հագնեք անբարոյականի նման։ Եվ դառնում եք անբարո անառակ հավատացյալներ։ Իսկ ճշմարիտ սրբերի մասին Օսվալդ Սմիթն ինչ ասում, մի բանով պիտի սատանան չկարողանա ցույց տա, որ դու նման ես աշխարհին, ամեն։ Ինչը որ չի արել Հիսուս Քրիստոսը, մենք անում ենք, աշխարհիկ ենք։ Ատոր համար այսօր Աստված դրեց սրտիս, որ տամեն պատգամը, որ մեզ իրոք Հիսուսանման կդարձնի։ Հիսուսի նման մտածենք, խոսենք ու գարշելի անձին չուսադրենք։ Յուրաքանչյուր սայթակում, յուրաքանչյուր բարկություն, որ քննում ես, գարշելի անձին ապավինելու հետքերն է։
գարշելի եսը սիրելու հետքերնա, որ դու չարացել ես, նրա վրա ու քո եսին կպելա։ Հետի Քրիստոսի սիրուց, հա, քո չարանալը։ Քրիստոսի նախանձիսն, հա, թե անձի սիրուց, անձիդ կպել են, դու չարացել ես։ Փողդ տարել են, կատաղել ես։ Շորդ պատրել են, մեքենատ կոտրել են, կատաղել ես։ Ինչի սերնա։ Մեքենայի, շորի, կուրքի։ Ուրեմն եթե կուրքեր ունես, դու խաղաղ չես կարա մնա, ամեն։ Դրա համար Պետրոսին խոսքը Պետրոս ինձ ասոսմեն ավելի շատ կսիրես, որ Հիսուսն ասավ Պետրոսին, հələ քեզի հարց դու իրոք դու այդ տվյալ բանը, տվյալ անոթը, տվյալ իրը, տվյալ փողը, ինչի համար որ կորումա խաղաղությունդ Հիսուսից շատ ես սիրում, չէ, 100 դրամանոց կամ 1000 դրամանոց կոշիկ երեխեն ավիրա կչափալախես այնքան կծիծես կնռա, ինչ, հիմի դու Հիսուսին սիրում ես, բա ասված ինչու 100,000-ներ մենք վատնում ենք մեզ չի ծեծում, ուրեմն կարոզը այսօր շատ խորնա, շատ իրականից խոր իմաստա ու մեզ տանում է օրորի, ինչու է էսի գրված են սիրո օրենքից հետո, որ երբ տղա էի, տղայի պես կխոսեի, տղայի պես կխորեի, տղայի պես իմ անձի վրա համարում ունեի, երբ այր դառա հասունացա, մտածելը, խոսելը, փոխվավ ու անձի վրա համարում ունենալը մեռավ, ամեն։ Ուրեմն Հիսուսի նման մտածենք, խոսենք ու մեր գարշելի անձին չուսադրենք։ Քարոզի բնաբանը գրված առաջի Կորինթացիս 13 սիրո գլխի 11 խոսքում, ամեն։ Տեսեք, այդ ամեն ինչն ունենաս, նոր դրանից հետո մտածածդ, ծրագրերդ, գործերդ նարսրփագրես։ Հələ որ այդ սերը չունես, չես ամփերում, սերը գիտենք ինչա երկայնամիտ է, սերը չի բարկանում, սերը չի բարկացնում, ուրիշին իր անձի օգուտը չի փնտրում, ամեն բան զիջում, ամեն բանի ներում, ամեն բանում ամփերում, սերը հավետ չի մարում։ Ասում ես, էսենց արեցի դրա մր ես քեզ չեմ սիրում։ Ուրեմն քո սերը բխում էր նյութականից, փող տվեցիր քեզ շատ եմ սիրում, փող չտվեցիր վերջ քեզ չեմ սիրում։ Քո սերը հիմնված է սատանայական մամոնայի վրա, ամեն։ Ինչ գովերգեցիր, մեծարեցիր կսիրեմ։ Ինչ կոպտեցիր, վիավորեցիր չեմ սիրում։ Քո սերը հիմնված է փառքի վրա, ամեն։ Եթե դու որ սերը ու խաղաղությունը դու էլի կարաս հանդիմանես քո կողակցին, քո զավակին, իր անվայել վարքի համար։ Ոչ թե ասես, եթե դու սենց ես անում, քեզ չեմ սիրում։ Չէ դու հավետ սիրի, բայց այդ հավետ սիրելով, այդ սիրո այգին արմատախիլ արա սիրուն խանգարող որոմներից, ամեն։ Որ քեզ կկոպտեն, քեզ կվիավորեն, եթե դիմացինին հանդիմանում ես մարդ ընդունում է, ուրեմն քո սիրո այգին մի թախտիկից, մի քախանից էլ մաքրիր և ավելի հորդաոս ջրեր կգան և ավելի պտղաբեր արդյունք կտան ձեր կյանքում, ամեն։ Բայց ոչ չի ասա, ես ատում եմ քեյրեսդ էլ տեննա չեմ ուզում ռադելի, ինչա թե փող չի տվել։ Գնա, վիրը կուզես դու, ինչա թե իրա խային չի ասը, վերջ չեմ սիրում, տեննալ չեմ ես բարերը, իրոք սիրո հոնձը, չի կորա արտահայտի դա ներքին թաքնված եսասիրությունից և ատելությունից հաբախում։ Դրա համար Հիսուսի նման պիտի լինենք, Հիսուսի նման մտածենք, նրա սերը հավետ չի մարը մեր նման տականքների հանդեպ։ Նա հավետ սիրով երկայնամտությամբ սպասել է, որ մենք մի քանիսս այդպիսիներն էինք, աշճանաբար ծնվենք, սնվենք, մեծանանք, չափած դառնանք, լրիվ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Հենց էլ դու նորիկի, հենց էլ քո զավակի վրա հույս ունեցի։ Եթե նա ճշմարիտ ծնունդ ունի, եթե սնվի, մեծանա, չափած դառնա, քո նման կմտածի, ամեն։ Եթե ինքը մանուկ է, ուրեմն մի չարեցի նրա հանդեպ, իր համար աղոտ կարա, ուրիշ ոչինչ։ Գողակիցը տկարա, իր համար աղոտ կարա, ուրիշ ոչինչ։ Որ նա դառնա Հիսուսի նման մտածող, Հիսուսի նման խոսող և Հիսուսի նման անձից գարշող։ Ու միշտ հայտարարալ ոչ թե ես, հապա Քրիստոս, ամեն։ Ուրեմն Հիսուսի նման մտածենք, խոսենք,
ու մեր գարշելի անձին չուսադրենք, չապավինենք։ Կարդում եմ քարոզի բնաբանը, հաստատող համարները ու կոնկրետ բնաբանը որտեղ է գրված։ Ուրեմն առաջի Կորինթացիս 13:11-ում է գրած էդի։ Մի քիչ փոխված ձևի եմ ներկայացրել, որ ձեզի ավելի հասանելի լինի, մեկնության մեջ կբացատրեմ։ Մատթեոս 12:36 խոսելուն է վերաբերում, ամեն։ Այնքան հիմարական բառեր եք օգտագործում։ Լեզու ասում ես ցավերը, քեզանից գտա։ Եթե դու այդ բառի իմաստը չես հասկանում, ինչ ես օգտագործում այդ բառը։ Ինչի, որ ցույց տաս աշխարհիկ ես։ Աշխարհը օգտագործում է, դու ես օգտագործում։ Մի արա։ Ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում ես, աշիղ պետք է տաս, ամեն։ Թեսաղոնիկեցիս 5:21-23 հոգին շունչ եւ մարմինը անբիծ ու անարատ պիտի պահվի։ Սա Հիսուսի նման դառնալ չի, որ քո մտքով, քո շունչը, միտքը, եթե սուրբ է, սուրբ գրքով ես մտածում, քննարկում, խոսում, բարերդ ու գործերդ ու մարմնիդ բոլոր կառավարումը սրբության կանչեցնի, ամեն։ Հակոբոս առաջի գլուխ 19-20, երրորդ գլուխը լեզվի գլուխն է։ Եթե լեզուդ սանձած չի, դու կատարյալ մարդ չես, իսկ եթե լեզուդ արդեն Տերովը սանձվել է, գիրքն ասում է դու արդեն կատարելության հասած ես, ամեն, մկրտությունը շատ մոտ է։ Լման կատարյալ արդեն Տերը պետք է գա, զորացնի, կատարյալ լինի, հաստատի ու հիմնի, ամեն, վերի զորությունով զգեստավորվել։ Հակոբոս 3-րդ գլուխ 1-12 Եվ առաջի Հովանու 2:6 միշտ խոսացել ենք։ Հենց ըստից է սկսում քարոզի ինքը, ան որ կսե անոր մեջ կբնակվի։ Այնպես պիտի քայլե, ինչպես անիկա քայլեց։ Անորպես քայլի, անորպես մտածի, խոսի ու գործի, սիրի ու Քրիստոսը իրա սիրո թագավորոցի, ամեն։ Սեր, խաղաղություն, ուրախություն, սա պիտի լինի ամենա իրա գերագույն բնավորության գծերը։ Անորպես քայլի, անորպես խոսի, Հիսուսին նայեք ձեր հավատքի առաջնորդին ու կատարողին, չէ՞, ձեր դավանության առաջնորդին ու կատարողին։ Հիսուսին նայեք մտածելով, Հիսուսին նայեք նրա խոսելաոճը ընդօրինակելով, Հիսուսին նայեք նրա հագուստը, պարկեշտ առաքինի ամեն տեղերը փակ, պարկեշտ, չէ՞։ Հիսուսին նայենք, չդատենք ու չբամբասենք, միայն ասենք հայր, ներիր, կույրա չի հասկնում։ Չչարանանք իրադեն, բե Հիսուսին նայելը ինչ է, Հիսուսին նայենք ավետարանի ամեն բարի վանկի մեջ, հայելին ասիկա է, ամեն։ Եվ նույնը առաջի Պետրոս 1:15-16, ձեզ կանչող Սուրբ Հիսուսի պես սուրբ եղեք, չէ, ձեր բոլոր վարմունքների մեջ, ձեզ կանչող Սուրբի պես սուրբ եղեք, ձեր բոլոր վարմունքների մեջ, քանզի ինքն ասաց սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Բոլոր վարմունքների մեջ մտածելը չի մտնում, բոլոր վարմունքների մեջ նայվածքը չի մտնում։ Դու տեսնում ես այդ կինը ամբարո իրանը բացած մանա գալիս ու լոզերը թափելով նայում ես, մտքով պղծվում շնանում ես, Հիսուսը տենց էր նայում, Մարիամ Մագդաղենացուն, քավրիցի, սա գնա էլ ասքի հետո այդպիսի բան չանես, իսկ այդպիսի բան չանելու համար այդպիսի ամոթալի հանդերձ պիտի չակնես, որ տղամարդկանց ուշադրությունը չշեղես քո վրա, ուրեմն նա պատվիրեց Մագդաղենացուն, որ գնա միտքդ, հագուստդ, գործերդ, ամեն ինչը փոխվի Տերովը ու ինձ հետևի, ամեն։ Սա նշանակում է, որ Մարիամը լրիվ իր կյանքը փոխի Տերովը ու Քրիստոսի հետևորդը դառնա, որ իրականից էլ եղավ եւ կարամ ասեմ ամենաշատ սիրողներից մեկը Մարիամ Մագդաղենացին եղավ, որից Տերը 7 դևեր հանե, ամեն։ Մի քանի դևեր էր հանե։ Հիսուսին նայենք, ամեն։ Նրա պես սուրբ եղիր։ Սա ինչ է։ Քո մտքով, քո աչքերով, ականջներով, հագուստով, ներքին եւ արտաքին սրբությամբ Հիսուսին նմանվի քո բոլոր վարմունքների պես։
անորպես ներա, անորպես սիրի, անորպես խաղաղել։ Սատուսուն տարն ասում այն խաղաղությունը, որ Աստված է տալիս մարդուն, որը կրքերից ու կուրքերից չի բխում։ Ոչ մարդը կարա տա, ոչ էլ մարդը կարա առնի։ Եթե մեր խաղաղությունը մարդիկ գողանում են, ուրեմն մեր խաղաղությունը երկրավորա, շնչավորա ու դիվայինա։ Կրքերից բխողա, փողից բխողա, հաճույքից բխողա, ուզատը տվել ամուսինը ցնծում ես։ Հաճույքը տվելա ցնծում ես, փողը տվելա ցնծում ես, շորը առելա ցնծում ես։ Հենց հանգարց մի բանը չարավ չարես, գնա քեզ չեմ սիրում։ Այ քեզի։ Եմ ասում կոդվի սեր էր այ մարդ։ Դիվային սեր, հաճույքից բխող սեր։ Հաճույքը կամ փողը պակասավ, մեռավ սերը։ Իսկ սիրո գլուխն ինչ ասում, սերը հավետ չի մարում։ Սերը երկայնամիտ է, սերը չարը չի խորում, այդ իշքան եք չարը խորում։ Վտարեք չարի արբանյակներին։ Սա ետից գնա սատանն այն կողակիցն է։ Ես իրան սիրում եմ Հիսուսի սիրով եւ վստահում եմ չքվի իմ կողքից։ Նա իմ քույրն է, ես իրեն սիրում եմ Աստծո սիրով, քո լկտի պիղծ մտքերդ առ ու չքվի իմ կողքից, ամեն։ Ինչպես Պետրոսը ասեց Եղմիաս մոգին, չէ՞։ Ինչ ասաց։ Սիմոն մոգին։ Սա վարձածը տար ու կորի։ Մտածեցիր ասո, պարկ, տեսեք նույն ձևի առաջարկ կարա մտքով դևերն անեն, չէ՞։ Սիմոն մոգը չէր, որ բերեց կաշառքեր տալիս, որ ասո պարքև տային։ Սա վարձածը տար ու կորի, սա տեսանելին է, նույն ձևի կարա միտքը գա։ Սա ետից գնա սատանա քո արծաթասիրությամբ։ Ետից գնա սատանա քո կրքապաշտությամբ, փողամոլությամբ, մեքենայապաշտությամբ, կռապաշտությամբ, կգա, չէ, դրա համար ասում մտքով տղա էի ժամանակին։ Այդ ամեն ինչը իշխում էր իմ վրա։ Երբ հասունացա, տղայության բաները մեկ դիզքեցի, ամեն, հիմա ընթերցում եմ, դրա համար էսի գրված է սիրո գլխի վերջում, որ այդ ամեն ինչը ունենաս, ու Բաղդադես 10 տարի առաջ ոնց էիր մտածում, ոնց էիր խոսում, ոնց էիր հագնում, ոնց էիր պճնվում և զարդարվում, տղա էիր, կաթնակեր, փնթի փլփլ փամփրսավոր հավատացյալ, բա 10 տարի անցել է քո փամփրսավոր կյանքից, տակից էլի փամփրս ես հագնում, խայտարակ գնապ աշխարհի, ամեն։ Հիմա Հիսուսի նման մտածենք, խոսենք ու գարշելի մեր անձին չուսադրենք։ Բնաբանը գրված է Առաջի Կորինթացիս 13-ի 11-ում, բայց կընթերցեմ մինչև 13-ը, որտև շատ եմ սիրում ես համարը։ Երբ տղա էի, մանուկ կաթնակեր, փամփրսակած ժամանակս, ամեն, բոլորս ունենք էտի, առանց դրա դու պետք է ծնվես, մանուկ դառնաս, չէ՞ որ հասունն ես։ Եթե չծնվես եւ մանուկ չդառնաս, դու հասուն չես դառնա, ճիշտ է։ Չի ասում ես մի անգամից հասուն եմ։ Զեբեդոսի որդին նման ասում ես մի անգամից տար պաշտոնի տիրացրու։ Երբ տղա էի, մանուկ էի, տղայի պես կխոսեի, խոսելուցը տերեմ ես գնացի, ես գիտես ինչ քարոզվա, ես թաղեմ քեզ, արդեն գիտեմ ինչ քարոզիչ ես, մարմնավոր, կրքեի գերի, եսասեր ու փառասեր, ամեն, քո բերանը ցույց է տալիս դու ով ես, որտեղ բերանդ սրտի ավելցուկից կխոսի, երբ տղա էի, տղայի պես կխոսեի, տղայի պես կմտածեի, կխորեի, տղայի պես իմ անձի վրա համարում ունեի, ես գիտես ինչ տղա եմ, ես լավ տղա եմ, չէ՞ դες երկել կոր առաջ, շեիդ ես ապեր դու ինձի չես ճանաչում, ասում եմ ինչ կո, գիտես ես ինչ լուրջ կարոզիչ եմ, ասում եմ դու բավոնց ես,
թաղեմ քեզ, այսի ալուրջ քարոժից է, թաղեմ ինձ էլ, թաղեմ քեզ էլ, հին մարդը թաղեմ, որ դու քեզ չես ճանաչում, Շենուդան ասում է դու ոնց կարաս ճանաչես քո արարիչին, որ դու քեզ չես ճանաչում, այլասերված, այլ գող, այ ավազակ, որ քեզ գցեն սովետաշենի աղբանոցը, հոգևոր աղբանոցը, կտուգանեն, որտեղ քո նման աղբ երևի ինձ է, հայտնված չլիներ այսքան տարիների ընթացքում, ամեն, եւ դու այս ձև քեզ չտենաս, քեզ չես ատի, ու եթե քեզի չատես, քեզի ալածողին չես սիրի, Էդ երբ որ ասում էր սիրեցեք ձեր թշնամիները, բարիք արեք ձեզ ատողներին, ամեն, նրանք են ցույց տալիս դու ատելության գերի ես, չարանում ես, թե սիրում ես, եթե նրանք չգան, քեզ չանարգեն, եկեղեցու տկարները քեզի չմռմռացնեն, որտեղից կիմանաս, որ իրականից քո մեջ կա քո անձը ատողների հանդեպ սեր։ Հոգևոր եղբայրը, թեկուզ դիտավորյալ մազոններդ մեկ-մեկ տրորում է, մեկ էլ ժայթքում եք, տեղից իրար եք գալիս։ Կարաս դուքի, բայց այն դոզան չի կարա քեզի տա, ինչը կտա քո կողակիցը, քո ընտանիքի տկար անդամը, եկեղեցու տկար անդամը, փողոցային խուժանը, ամեն, վերջը։ Նրանք ցույց պտի տան։ Քո միջի կեղտը լուսաբանեն, խաղաղության աղավնին կթրջի, թե վայրի հրեշը։ Դու գայլիճուտ ես, թե գառնուկ ես, գավազան է լույսի կահանի, գար ասում ես, ձեն անելով կկուճուրի, չէ, իսկ գայլի ձակը իշկանի, երախը բացած, գազազած կարծաղի վրեն, այսի ապորտության ժամանակ մենք գայլ ենք, թե գար, հրեշ ենք, թե հրեշտակ, ասո խոնար հես ծառա ենք, թե սատանայի վայրենի գազան, Կրակը ցույց կտա ով ես դու, կրակն է համովցնում, ոնց, կրակը քո կեղտերը լույսի է անում, և դու տեսնելով ապաշխարում ես, ամեն, հիմա տեսեք ետ տղա էի, մանուկ բոլորս գիտեն, կատնակեր էի, տղայի պես կխոսեի, հենց խոսելուց երևում է դու տղա ես թե ասում, Պողոսը մի քանի տեղ իրա եսը մեծարեց, վերջում ներողություն խնդրեց, կներեք անմտորեն խոսեցի, հիմարաբար խոսեցի, կներեք ձեզի բան հասկացնելու համար այդ կեղտոտ եսին բերանս առավ ու մեծարի, ամեն, իսկ կյանքը դու քո եսին ես մեծարում, Քրիստոս քո հետ գործ չունի, եթե Քրիստոսը լիներ կասեր ալ ոչ թե ես, ապա Քրիստոս, Քրիստոս տա խոսում, Քրիստոս տա մարգարյանում, Քրիստոս տա բժշկում, գնացեք և միայն իմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին փառավորեք, ամեն, ուրեմն խոսելուց կերևա ինչպիսի հոգի ատիկա, խոսելուց հետո ուշադիր պիտի լինես իրա մտքերին ու ծրագրերին, և տղա էի, տղայի պես կխոսեի, տղայի պես կխորեի, մտքով չէ մտածմունքները, հոգին, շունչը և մարմինը ամբիծանարատ կպահի Տեր, ամեն, հոգիտ ու շունչդ եթե սուրբ հա, մարմինդ, լեզուդ, բերանդ սուրբ բաներ են արտաբերում, ամեն, բայց երբ այր եղա և տղայի պես համարում ունեի, ինչի վրա, մանուկը ինչի վրա են համարում ունենում, Մանուկը ումն է մեծարում, անձին, եսին, ու նրա խոսակցությունների մեջ միշտ ես, լսում ես, ասում ես պրծար, ասում հա, դեսում եմ թաղեմ կեզ, դեյմա լսի, ոչ տեսա տեր իշկ ուզես անեմ ես, Պողոս իշում եք Դամասկոսի ճանապարհին ինչ ասա, ասավ գնա Պողոս ջանը դու քեզ չես ճանաչում, թաղեմ եսիկդ, գնա քեզի Դամասկոսում կասեն թե ինչ պիտի անեմ ես քո համար, երբ նրա աչքերը բացվավ Ռոմեացիների 7-ում լացում էր իր վրա, ոչ թե արդեն պարծենում էր, ասում էր ով կար այս տականքից ընձի ազատի, այս այլասերվածից ազատի, այս մեղավորի գլխին թաղի, ես էլ պրզնեմ դիմացիններն էլ հետը, քանի այսպես չբասվի քո մեջ,
դու չես կարող ազատագրվի։ Երբ ես դու կատաղում ու բարկանում, երբ քո լավ ընտիր բարի եսին անարգում են, բայց երբ դու տականք զզվելի անառակի մեկն ես, դու ախ ես անում, որ գան քեզ անարգեն, որ դու ազատվես այդ տականքից, արդեն այդ անարգողի դեմը չես չարանա, անարգողին կխղճաս, անարգողի համար կբարեխոսես, կասես խնդրում եմ Տեր իմ մարա եսի, դու իրեն արածը մեղ չամարես, ները իրեն, եսի դու ես հրամայ է, որ գան քերեն ինձ, եսի դու ես հրամայ է օծը, որ ուզում է կաշին փոխի նեղ տեղերով անցնում, այն ինչ տա բարին թե չարի, եթե դու չհրամայիր, չեր գա ինձ անարգեր, մեքենան չեր քշի վրես ամեն, Շուշեն չերի չստի հայոյի ու գնար, դու ես թույլ տվե, ուրեմն ես փորձվելու տեղ ունեմ, ուրեմն վերափոխվելու տեղ ունեմ, ուրեմն մեռնելու տեղ ունեմ, անունդ փառավորվի, մարդիկ չգիտեն, էդ հանոս են, ինք եկավ իրա պլանը կատարես գնաց, ինքը չիմացավ դու ինչ աղոթք է իրարը տեր իմ կեղտը լույսիան, որը չարանում եմ ասմա դաթարիր բարկանալուց և սրդողելըդ նեղանալըդ վերջացրա, մի նեղացի, որ չար բան անել չփորձես, հենց նեղացար չարն ես անելու, բայց ինչու ես նեղանում, որտև եսասեր ես, հին մարդըդ կա, թաղեմ դրան, ամեն, հելը դու հին մարդին ես ապավինում, հասուն չես, խոսելըդ լկա, եսասեր, մտածելը եսասեր, անձիդ վրա համարում ունես, դու տղա ես, կատնակեր, մարմնավոր բաներ ես ուզում, չենք էլ տալում չարանում ես, իս երբ հասուն դառնաս, մարմնավոր բաները դու կտաս, մեզանից կպահանջես, որ հոգևոր բաներ միայն քեզի տանք, ամեն, ու կասես արդեն հասուն եմ, որտև հասունի պես եմ մտածում, հասունի պես արդեն Հիսուսին եմ փառավորում, իմ գարշելի անձին անգամ շուրթերից չեմ առնում, և իմ անձի վրա այդ տականք եսի վրա համարում ունենալը մեռելա, էլ չեմ իշում այդ ծախվածին, այդ խափեփային, այդ ստորին և նզովվածին, ամեն, հենց իշում եմ մեղքի մեջ եմ ընկնում, ես վա կամեցողություն կա, քովս բարին անելու, բայց խապվեր էր, չկար, բարի կամքն էլ Աստված տալում, բարի ուժն ու կարողությունն էլ Աստված տալում, բարին ինքնակո միջից անում քու ձեռքերով, որպիսի բարի հայրը փառավորվի, ամեն բարի բանը անկե, անով և անոր փառքի համար է, հեսի արդեն Հռոմեացիս 11-ի վերջում ասում, դուտ արդեն ընցավ, ասկցավ, ասունցավ, և արդեն, որ գնում ես առաքելական մնացած թղթերը Կողոսացիների մեջ, ինչ ասում Պողոսը, ամեն բարի միտքը, բարի ծրագիրը, բարի գործը Աստված է կամենում, որ մեր միջից էլ ինքը կատարում, ամեն, փառավորվի Քրիստոսը։ Հիմա տեսեք Մատթեոս 12:36, ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ կխոսեն, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։ Ամեն դատար խոսք հասունը չի կարա իրա բերանից հիմարական խոսք, ասա կատակ էի անում, լուրջ մի ընդունա իմ խոսքերը, ես ոան լուրջ մարդ եմ, պամպրսավորը պամպրս լուրը կողվեցած էր, կեղտերի մեջ լողում եմ, նունի լուրջ, հավատացյալի տեղ ես դրել, չի կարա լուրջ, ասուն հավատացյալն ասա, դու իմ խոսքերին լուրջ մի վերաբերվի, կատակ եմ անում, ես կատակ կսիրեմ, էլի լենինագանցի եմ, Մեկին հանդիմանից մենք լենինականցի ենք, կատակ անելը միշտ մեր հետ է, սի թաղեմ քո լենինականցի եսը, քյավարցին էլ ամերել, լենինականցին էլ ամերել, ինչ լենինականցի, լենինականցի կատակ չի են, քյավարցիքն էլ ալգաշ խմող են, ուրեմն ինչ անենք, խմենք ու պորկենք, որտեղ մենք քյավարցի ենք, ես էլ ասում եմ երկնային Երուսաղեմցի եմ, ամեն, երկնքի սրբությունը պտի ունենամ, երկնային Տեր Հիսուսի աշակերտն ու զավակն եմ, անորպես պիտի քայլեմ, խոսեմ ու գործեմ, ամեն, քո ասածնա հոգևոր թե իմը, ուրեմն դատարկ խոսք բերանիցդ մի հան,
Անմիտ բարեր, տուրտուզիկ, փունթուզիկ, երեխեքինի լուսինար եւ աստղիկ։ Դա հասկացան, մի հատ ասա Հիսուսս օրհնիկ է։ Դնդուզիկ, գնդուզիկ, գոնե մի հատ ենց իմաստու, հատկապես քուրերը։ Չեմ իրում, լսել եք, որ լսում եք, հանդիման եք։ Ասում եմ, էդ ինչ եք ասում, դա ասում ենք, էլի լուրջ մի ընդունա։ Ես ան լուրջ փամփրսավոր ավատացյալ եմ, իմ ոչ մեկ հայլիս բարես, լուրջ մի նայ։ Ես ազատ եմ, ինչ ուզեմ կխոսեմ, ինչ ուզեմ կհագնեմ, ազատ հավատացյալ եմ, անբարոյական հավատացյալ ես։ Թեսաղոնիկեցիս առաջին 5:21-23, ինչ ասում, ամեն տեսակ գեշ բաներ են, ետ կեցեք, ամեն տեսակ գեշ բաները, նենց որ դու անում ես, դու մարմնավոր հավատացյալ ես, տեսեք, ամեն բան փորձեցեք, բարին ամուր բռնեցեք, փորձեք միտքը, բարի է թե չար, նոր ընդունա, արաջարկը բարի է թե չար, ասում է, հարեթե ու մորդ սպանենք, հարևանին պտի մորթենք, պտի գնաս, վայխաց հավտ տոնեմ, որ ես ասում այսեք աս, հլը կոշիներս դու, մի հատ հլը տեսովա, քեզի ուրատոնում, ինչ արաջարկանում, հատենց էլ միտքդ ինչ որ թելադրում, ասա, ետիս գնա սատանա, խելապակաս ես դու, ես ոնց է թամ մարդը սպանեմ, ոնց է թամ շնանամ, ոնց է թամ գողություն անեմ, չէ, գիտեք ինչ որ դու ձեր անձով արփել եք, ես ասել բոլոր առաջարկները առանց քննելու ընդունում եք, եթե դու քո անձին ճանաչես դավաճան, անձի առաջարկած գիտես ամեն ինչը չարա, չես ընդունի, բայց որ անձը քո մար թանկագին գանձ է, նրա ամեն տված խորհուրդ ընդունում ես աստվածային խորհուրդ որպես, դրա համար Տերն ասում է ձեր խորհուրդները իմ խորհուրդները չեն, իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն Եսայի մարգարեության մեջ, որքան հեռու է երկինքի երկրից, այնքան հեռու է ցեզի բարի թվացող ծրագրերը իմ իրական բարի թվացող ծրագրերից ու գործերից, ամեն, քո անձի սիրուց է, որ այդ անձիդ ցանկությունը նպատակը արդեն գանձ է քո մար, բայց որ ես զզվում եմ իմ անձից էլ քո անձից էլ, տենում եմ, որ սատանան հիմարաբար քեզի խաբել է, ու դու խապնվել ես խայծը կուլ ես տվել, Իշկապ ունի քո անձն այդի տվել, բետ քննարկենք, դրանք քո անձի տված խրատը սուրբ գրային է, Հիսուսի խրատին ամեմատա ընդունենք, եթե ոչ նետենք աղբանոց, ամեն բան փորձեցեք, բարին ամուր բռնեցեք, բարին ինչն է, սուրբ գրային է, ամեն, չարը ինչն է, գրքին հակառակը, ինչ միտք կգա ստուգի գրքով, ինչ առաջարկ կանի կինդ ստուգի գրքով, ինչ առաջարկ կանեն նորեգներն ու աշխարհիկները ստուգի գրքով անթունի չի ասա ետիս գնա, Սիմոն մոգ, ամեն, արծաթը տարու կորի, ապեր քեզի փող կտանք, մենակ մեր ուզածը քարոզի, ինչ է քո ուզածը, որ մենք անբարո հագնենք, վուլգար հագնենք, արծաթը տարար ու կորար, սատանա, ամեն, ամեն տեսակ գեշ բաներ են ետ կեցեք, թե ամեն բան փորձեցեք բարին ամուր բռնեցեք, և ամեն տեսակ գեշ բաներից էլ, որը գրքին հակառակ կա փախեք, և ինքը խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբ անե, ամեն, որ դու փախնում ես, որ դու սուրբ ես, ու ձեր բոլոր հոգին, շունչը, միտքը, ու մարմինը, անարատ կպահի, մինչև Տեր Հիսուս Քրիստոսի գալու ատեն, ամեն, բայց որ դու ամեն տեսակ պես բանը տեսնելով, մեր այն սակու աղբերներ ասում, մոտիս հարի ասում ես, ոչ տեսնես ետիս գնա, սա ետիս գնա, սատանա, դա պղծություն է ես, ոնց անեմ, ինչ ասավ Ովսեփ, ասավ, դա մեղքը իմ Տեր Աստծո առաջին, հարտակինից շատ լավ է, ույուտ է, հաճելի է, իմ ուզածնել է, մարմնիս, բայց դա մեղքը ես Աստծուց վախեցող եմ ասա, դա մեղքը իմ Տեր Աստծո առաջին, տեսեք այդ պոռնիկի առաջարկը մերժեց, Աստված կույս ասանեցին նվեր տվեց և իրա սեփական կինը դառավ, իսկ եթե նա այդ պոռնիկի առաջարկը ընդուներ, ես հավատում եմ, որ հենց այդ պոռնկության անկողնու մեջ կբռնեին, կխփեին և Ովսեփը կմեռներ, այդ մեղքի վարձքը մահ էր դառնալու,
սպանելու էին Հովսեփին եւ Աստծո ծրագիրը լրիվ խափանվելու էր, ամեն։ Բայց նախ բամարեց, ինչ կատարավ, իր սեփականն ունեցավ, օրինավորն ունեցավ։ Անհնար Աստված քո պահանջը չբավարարի, բայց ոչ թե քո ուզած պիղծ ճանապարհով, հապա Աստծո ուզած սուրբ ճանապարհով կբավարարի։ Եվ քեզ էլ կօգտագործի հոգևոր մթերք կբաժանես ամբողջ աշխարհին եւ քեզնով եւ քո կողակցով ու քո ընտանիքով Աստված կփառավորվի։ Ամեն։ Փառավորվի Քրիստոս։ Հիմա տեսեք, Հակոբոս 1:19-20 ինչ ասում։ Ամեն մարդ թող արագ լա լսելու մեջ, բայց մենք հակառակ ենք, արագ ենք խոսելու մեջ։ Ուսիմ սիրելի եղբայրներս, տեսեք Հիսուսը այսպես է եղել։ Պողոս առաքյալը Կորինթացիս 11-ում ինչ ասում երկրորդ Կորինթացիս։ Թեպետ ես անվարժ եմ խոսքի մեջ, բայց ոչ գիտության կողման եմ։ Գիտուն, լեցուն հավատացյալը չի կարա վլվլի քարոստո։ Չի կարա նենց խոսի, որ դիմացինը չհասցնի հասկանա։ Այն քարոզիչը, որ արագախոսա, ուսումնավարժը արագավարժ լեզվի խեդեն փոխե։ Սմա Տեր Եհովան ինձ ուսումնավարժ, ուսումով վարժված, կիրթ, գրագետ, բայց դանդաղախոս լեզու ա տվել։ Չի կարա ուսումնավարժ լեզուն արագավարժ լինի։ Արագավարժ լեզուն ոնց լինի ստերա խոսելու։ Դրա համար գիրքը առակած ասում է, եթե հիմարն անգամ դանդաղախոս դառնա կարելի է նրան իմաստուն կոչել։ Հայախբեր քարոզիչ կը վլվլվլվլվլ կիստատ պրը չասցնում ասկի տորերը կպցնա իրար։ Խապել են ձեզ։ Այս քարոզիչները դևի քարոզիչներ են։ Այս քարոզիչները չեն քարոզում, որ քարը քարին դնեն շինություն անեն։ Այս քարոզիչները քարոզում են, որ տեսեք ես ինչ արագավարժ եմ քարոզում։ Թե որտեղ է գրած արագավարժն Աստծո քարոզիչն է։ Հլես իմ քարոզելու ոճն էլ արագ, ավելի հանդարտ պիտի գնա։ Որ դիմացի մանուկը հասկանա դու գրքով ես խոսում, թե գրքին հակառակ։ Որ Բերիա Երյանեի նման երկերը բացեն ստուգեն քո քարոզածը, գրքով է թե անձից է։ Ամեն։ Ուրեմն ամեն մարդ թող արագ լա լսելու մեջ, ծանր դանդաղ խոսելու եւ ծանր բարկանալու մեջ։ Կարող է բարկանալ այս մարդը, բայց ամենահասուն արդեն Տիմոթեոսի վիճակն ունեցողին ասում է. Տիրոջ ծառան չի բարկանում, չի վիճում։ Հապա հեզահոգի է լինում ամենուններով ողջ չպահող, բայց պարագա կողալնի բարկանաս, ասում է երբ կբարկանաս, մեղ չգործես, արևը քո բարկության վրա մայր չմտնի։ Մեղսալի բարեր չասես։ Սա է էականը, բայց եթե չբարկանաս, ավելի հասուն վիճակ ունես, ամեն։ Նույնը երրորդ գլխի մասին, որ խոսում ենք Հակոբոս, կատարելության ինձ կապը, կատարելության գագաթնակետը լեզվով չսայթակելն, ամեն, ախորթաբար բար չխոսելն, աշխարհը չի կար այդ այս բաներ անի։ Թեկուզ աշխարհի մեջ կան չէ, հանցագործներ շատ դանդաղ են խոսում, բայց ինչ այլասերված քֆուրներ ասես տալիս են, հայրանքներ են տալիս։ Կարող է իրանք դանդաղախոս լինեն, բայց կարող է եւ դանդաղ անից են։ Դանդաղ շնանան ուրիշի կնոջը ցանկանալով, ամեն։ Դանդաղ մորը քրֆեն։ Տեսակ, բայց իսկական սուրբը չի կարա անեցքի բառ, ես նույն բերանով չեք կար ասում փարտակ եւ նույն բերանով հայոյեք կամ անիցեք մարդուն, որը կկարդա։ Ամեն։ Նա իրոք էլի դանդաղա խոսում, բայց երբեք նրա շուրթերին մեղսալի ապեազիզ, կյանքի կտոր, կյանքի կարուսել, չէ։ Ես ոչ չկա։ Կա Քրիստոսի ոճը, ավետարանի ոճը, ու իրա բառապաշարի ամենաշատ բառերը աստվածաշնչյան բառերն են, ամեն։ Այսօր մեր երկրի վարչապետն է օգտագործում աստվածաշնչի բառերը, մենք ինչի չօգտագործենք։ Սաղմոսներն ու օրհներգությունները։ Եղբայրները շատ վարչապետով մի լակ, եթե դու այդ կյանքը չես ապրում, ուրեմն մի քարոզի, ամեն։ Որտեղ այդ քարոզածով դու կդադվես, ոչ թե կփրկվես։
Գիտենալով ավելի մեծ դատաստան պիտի ընդունենք։ Վասնզի ամենքս ալ շատ հանցանքներ կնենք ամեն ասակի հոգևորները մինչև չափահասություն ու աղթություն։ Բայց դե նաև խոսում է ասունի համար։ Եթե մեկը խոսքով հանցանք չի ունե արդեն, անիկա կատարյալ մարդ է։ Ուրեմն Աստծո Սուրբ Օքին մարդու կատարելությունը դնում է լեզվի հես, խոնար, համեստ, կատարյալ խոսելու վրա։ Եթե մարդը լեզուն սանձել է Տերով է, ոչ մի ավել պակաս բար չի խոսում, անգամ ռուսերեն բարբար լիչնի, ռուսերեն չէ, այլև այլ ասել, էնի թո ռուսերեն խոսա, որ Ռուսաստանից է եկե, բայց որ հայ ես, չէ որ այդ ռուսերեն բարերը գողական տղերքն են օգտագործում աշխարհի։ Դու խոսի գրական հայերեն և աստվածաշնչյան լեզուն, ամեն։ Եթե մեկը խոսքով անցանք չի ինե, անիկա կատարյալ մարդ մնե, որ կարող է բոլոր մարմինն էլ սանձել, ուրեմն եթե լեզուդ սանձված է, չես բարկանում, մեղսարի բարեր չես ասում, հենց փորձության ժամանակ։ Ես գնա Տերը թող քեզ անդիմանի, Տերը ողորմի քեզի, Սոկրատի նման գլխարկը տառնում ես ու տնից դուրս ես գալու, ամեն, մինչև գալիս ես արդեն խաղաղված ես տեն։ Գիտենք, թե ձերու բերանը սանձ կդնենք, որպեսզի անոնք մեզի նազանդին ու անոզ բոլոր մարմինը կկառավարենք։ Հիսուս իշքան էր խոսում, իշքան քիչ էր խոսում, Հիսուսին նայենք, անորպես քչախոս դառնանք, անորպես հես խոնար դառնանք, շատ աղոթենք, քիչ արտաբերենք, այս բերանը կամ խոսի Հիսուսի հետ, կամ Հիսուսի համար։ Դե գնալ ես օրենքը պայիշ կանա բերանդ խոսում բամբասելու, աշխարիկից։ Ես բերանը կամ պտի խոսի Հիսուսի հետ կամ Հիսուսի համար։ Ես ուղտը իշեք ու արեք։ Ահան ավերը որ չապես բաներ են և սաստիկ կամուց կկառավարվեն, հասկանում ես։ Եվ սաստիկ հովեր են, կամի են կքշվին, բայց շատ փոքրիկ ղեկովմը կկառավարվին ղեկավարի կամքը, որ կոնվոր ուզե։ Այսպես լեզուն պստիկ անդամ է, տեսեք չապարնել ադր է, բայց չեք էլ կծում սկից էր լեզուն։ Ասում է լեզու է, հետ ակը պուշ չկա, ինչ ասես խոսում է։ Ես էդի չէի հասկացե մի օր ձուկ կերա պուշը չկվավ ես լեզվիս տակը։ Այ եղորդ, մինչև մի բարը խոսում մի ախյանում, որ հաջորդ հարցը էլ չտան։ Ծակում էր, որ ծակում էր դրա համար դանդաղ էի խոսում, մտածած էի խոսում, ախ էի անում, որ երկրորդ հարցը էլ չտան, քո չեմ ասի լեզվիս տակը պուշ կա, այ մտածի լեզու, ոչերի դա տալում, չի էլ մտածում, մերրավնդ է, գրանատ կծեց, բոմբ կծեց, մինչև դևեր պախտում են արդեն ինչ, ով վերիշ գործը տարյաս, մի չգիրես, ոնչ էտ հաս հաշտվելու, ով վիրել ես սող, ոնց էտ հաս, որդ է, որ բան չես տող է, քո ընտանյական սիրո ամրոցից, սաղ կանդեցիր մեր բանի, օչեր է դիտակ, գոնե կագնեիր, գոնե մե փոքրիկ բան թողեիր, դե ինչ անեմ, ոպերից էլա, վայ, ոպերից էլա գրանատ տոտալիր ծացըտ, դու վերանիր խոսքի, հնչի վերացեր են մեկել էին, որտև ես ասեր մարդ գրանատ կտալա իր ծոցը, չէ, դիմացինը, որը գալիս է հնձում է, այդի լեզվի արած վատ հետքեր են, վերջը որ այդ դևերն էթում են, նստում ես, մտածում ես, օմաչում ես, լավ ոսում ես, ես ոնց սենց ընձի պահեցի, գոնե տոմաչելով հանդերց, Ել գնա խոնարվի քո այրի դեմ, քո եղբոր դեմ, քո քրոջ դեմ ասա ներ այս տականքիս։ Գիտամ տեղ ունեմ, արի իրար հետ մի հատ աղոթք անեմ, չես էլ կոտրվում այդքանից հետո։ Եվ քո եսը օրորի զարգանում գլուխդ ուտում։ Տերետի թույլ տվեց այս վատ բանից գոնե լավ բանը քաղի։ Քո փառքի տակ դեմ վառես, որ այդ հաս կոտրվես, եսիկդ փշրվի, քայքայվի, փտի, փճանա մեկ օր ազատվի ընտանիքդ քո եսից։ Այսպես ալ,
Լեզուն պստիկ անդամ է, բայց մեծամեծ բաներ կխոսի, խոսում է տլտլալ են, բայց գործ չկա։ Իսկ հոգևոր մարդը քիչ խոսում է, շատ գործ է անում, ամեն։ Ահա քիչ մկրապը, որ չա բամբոցիկ ուտա, բայց Հիսուս տսես լեզու չի ունեցել։ Հիսուսը Եզայել է, ժամերով ասում են, դե խոսի գրում այնի։ Երբ շատ ստիպեցին, հիշեք, սաղ գրուպան ասում է, խոսալը մի բան ասա, մի դատար ասա, ձեզանից անմեղ եղողը թո առաջի կարեկցի, ու սկսես գրել թազ։ Ոչ թե ընգավ խոդի ու էլ չէին կարում փարիսեցիները լղեսնեին։ Չէ որ նայա մեր օրինակը, քիչ խոսենք, շատ լսենք ու շատ իմաստուն կդառնանք, ամեն։ Լեզուն ալ կրագում է, ես իշքան շատ խոսացել եմ մեղք եմ գործել։ Տվյալ թեմայի վերաբերյալ իշքան շատ եմ խոսացել ու արագ, մեղք ու անպակասայել է, բայց իշքան քիչ եմ խոսացել ու դանդաղ, կիրթ պատասխանը տվել լռել աղոթել եմ։ Իշքան դու շատ ես ուզում խոսես, այնքան եսը ցույց ես տալում, քո եսասիրությունից է բխում քո շատ խոսելը։ Իսկ Քրիստոսը այդպես չէր։ Լեզուն ալ կրակ մնե անիրավության տիեզերքը։ Լեզուն մեր անդամներու մեջ այնպես դրված է, որ մեր բոլոր մարմինը կապական է, եւ բնության շրջանը կբռնկեսնի ու ինքը գեհենեն կբռնկի։ Ստախոզ լեզվանի լաչար լեզուն ղեկավարվում է դևերի կողմից, որոնք գեհենից են եկել։ Բոլոր գազաններուն ու թրջուններուն եւ սողուններուն ու ծովուն մեջ եղածներուն բնությունը կնվաճի եւ նվաճված է մարդկությունեն, բայց մարդը անձով, եսով լեզուն չի կարա նվաճել։ Չհավատակ, իշքան անձով ու անձի վրա վստահությունն ես, ես չեմ խոսի, տրակում ես ու ժամեր ես խոսում։ Բայց Տեր ընձի փոխա, Տեր ընձի քչախոս դարձրա, Տեր ես կեղտոտ սիրտս փոխա, որ ես կարիքի դեպքում խոսեմ, ինչ էլ խոսեմ ասում փառք բերի, ամեն, այնքան փոխվում է լեզուդ, ու դու Տերով ես կարում սանձես, ոչ թե նա անսանձ է, երբ անձով ես ուզում սանձես, նա սանձված է, երբ Սուրբ Հոգին է իջնում քո վրա, ամեն, ու սկսում գործել, անիկա անզուշ չար է ու մահաբեր թույնով լեցում, լկտի, կրկոտ, լաչար, լեզվանի, անիծող, հայոյող, բոլորս դրա մեջն ենք, ամեն, հեղե Ադամից ծնված։ Անով կորհնեք Աստված ու հայրը, եւ անով կանիցեք մարդիկ, որոնք Աստծոյի նմանությունով ստեղծված են։ Միևնույն բերնեն կելնեն օրհնություն եւ անեծք, եղբայրներս պետք չէ, որ այսպես լա, ուրեմն կա զսպված լեզու։ Ես իմ լեզուն գիշեր ցերեկ հայոյանքեր արտաբերում։ Անենցի հայոյում իրեքոր նստում անգիրեին անում չէին կարում սովորին այդ հայոյանքը։ Բայց քիչ փոխվավ ու ես մոռացա անգամ մտածել չեմ կարում։ Ամեն, որտեվ Տերն է փոխել։ Հոգիս ու շունչս է փոխվել։ Միտքս է փոխվել, որ բերանը սրբություն է միշտ քարոզում։ Ամեն։ Միթե աղբյուրից միևնույն Միթե աղբյուրը միևնույն բերնեն անուշ ու լեղի կբխեցնե, հա, ոչ, կամ լեղի պտի լինի, կամ անուշ, միթե կարելի է եղբայրներս, որ թզենին ձիթապտուղ տա, կամ որդատուն կթուս, չի կարատ ես բան լինի, եթե դու մեկ բարի ես ու 90% չար, ուրեմն դու չար ես, բարին դիմա կտա, նույնպես ալ կարելի չէ, որ աղբյուրից աղի, քաղցր, անուշաուտ զրույցներ և աղին չար զրույցներ և քաղցր զրույցներ բխի, կամ քաղցր դարձրա, լրիվ պարագաներում փորձությունա, փոթորիկա ամեն ժամանակա, կամ դու կապացուցվի, որ լեղի չար ջրամբարի ղեկավար ես ու քո ներսը դևի աղբյուրնա բխում, հասկանում եք։ Գիրքն ինչ ասում ասմա, թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմնի վրա, ձեր լեզվի վրա, որ նրա չար բառերն օգտագործեք, չար ցանկությունները կատարածեք։ Հապա թող Տեր Աստվածը թագավորի, որ նրա բարեխոսող, ներող, աղաչող, քաղցրաբարող, հեսխոնար բառերն օգտագործեք ու ապացուցեք, որ դուք իրոք Տիրոջ ջրամբարն եք։ Ամեն։ Հիմա էսիա դգնա ու դուք ես քննի ու հասկացի
իրականի դու անորպես ես քայլում, խոսում ու գործում, իրականից Քրիստոսն է քո մեջ բնակվում, եթե Քրիստոսն է բնակվում, ժամանակ չմնաց սրբության լեռը ելնող այդ աստիճանները կուզեմ ընթերցեմ ու դու քննի թե դու որ աստիճանի վրա ես, միշտ խոսում ենք 2 Պետրոս 2 գլուխը 5-ից կարդամ մինչև 10, սա անգիր ես գիտեմ ու ամեն օր պարապում եմ որ աստիճանի վրա եմ, դուք էլ լսելով արդեն կարակ ասեք, այս բանի վրա բոլոր ջանքերդ կենտրոնացած դրած ձեր հավատքի վրա առաքինություն հագցուցեք, առաքինի հագնել, առաքինի խոսել, առաքինի մտածել, գործել ու ծրագրավորել, ամեն, առաքինի նստել, հավատքի վրա առաքինություն ավելցուցեք, եթե այս առաքինության խոսքը հագուստը նստելդ ոճը չկա, դու խաբված ես, դու հավատքի 0 աստիճանի վրա ես ամերա, մեկի վրա տատանում ես 0-1, հավատքի վրա առաքինություն ավելցուցեք, առաքինության վրա նոր գիտություն, որ գիտությունով լեսվես քո առաքինի վարքը փառք բերի Աստծուն, ամեն, ոչ թե դու գիտություն ունես քո ամբարով վարքը հայոյանք բերի Աստծուն, հրկոսեմ բերանդ փագա մի հատ գնա կնգատ ու քեզ կարուզի նոր արի մեզ կարուզի, ամեն, մի հատ կնոջդ այդ ամբարոյական ճանապարհից ետ բե, կամ դու ամբարոյությունը թող, նոր խոսի առաքինությունից, ընտանիքի սրբությունից, այ անդաստիրակ, կանդիմանեն, չէ, ու դու գլուխդ կախ կերանաս, ուրեմն նախ առաքինություն, ետ Աստծո խոսքի գիտություն մատուցանի, գիտությունից հետո, գիտության վրա ժուշկալություն, Եվ դու չար կրքերով գերի ես, երբ Աստծո խոսքը մտնում է, քեզ ժուշկալացնում է, կրքերը տորորի սանձում եւ մոխրացնում է, քիչ ներքինանում ես եւ ամուսնացածը չամուսնացածի պես է դառնում, ժուշկալության վրա համբերատարություն, երբ կրքերդ խաչված են, արդեն համբերող ես, կրքերից ես դու կատաղում, կրքերից քո կիրքը չի բավարարվել, կիրքդ ուզածը չի եղել, դու չարացել ես, Կիրքը, փողի կիրքը չի բավարարվե, չարացել ես, բայց երբ լեսվում ես, համբերով ես դառնում, կրքերդ մարում են, համբերությունից հետո, այդ կրքերից ազատագրվելուց հետո նոր Աստված պաշտություն, Աստված պաշտությունից հետո եղբայրասիրություն եւ աստվածային սուրբ սեր թշնամիների հանդեպ, մոռանալով նրանց դիվահար գործերը, քանի որ այս բաները ձեր վրա կգտնվին ու կաճեն, պետք է համ գտնվեն, համ շատանան, պարապ ու անպտուղ չեն ընե ձեզ, մեր Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելուն մեջ, բայց որունքով, որ այս բաները չկան, անիկա կույր է ու կարճատես, որ մոռացել է իր առաջվան մեղքերեն մաքրվիլը, ամեն, դու կույր ու կարճատես ես, դու անընդհատ պետք է քայլես Հիսուսի հետ, որ փայլես, անընդհատ հայելու մեջ Պետր բանն ասում, Հակոբոսը նայելով, ետքը նույն պատկերին պես օրորի պետք է նորոգվես, փայլես, մինչև գործնական սուրբ լինես և Հիսուսին նմանվես, ամեն, Հիսուսին նայենք, Հիսուսի նման մտածենք, Հիսուսի պես խորենք և Հիսուսի պես մեր անձի վրա համարում չունենանք, ամեն, սա է ականը, սա է ճշմարիտ հավատքը, սա է կրոնից տարբերվող սուրբ անարած քրիստոնյայի հավատքը, ամեն, կագնենք աղոթքի, խնդրենք Տիրոջը, որ իրականից Տերը մեր անձի վրա համարում ունենալը լրիվ թաղի, բայց ոնց թաղի, պետք է ճանաչեցնի, որ դու տականք զզվելի ես, պետք է ճանաչեցնի, որ քո մեջ ոչ բարի միտք կա, ոչ բարի գործ կա, ոչ էլ բարի ծրագիր կա, ոչ էլ բարին անելու միտք կարաս մտածես առանց քո մեջ եղած բարի Սուրբ Հոգու, ամեն, եթե ամեն բանը բարի Տիրոջն է վերաբերում, բա փառքն չես վերագրում քեզ, բա որ քեզ ասում են, բայց ինչ լավ աղջիկ ես, վայ մերդ քեզից 7 հատ բերեր, չես են սիրամարգի պես ուռում, ասա բարին Տիրոջն է, ամեն բարին էդի Տերն անձի տվե, դու լնձի չես ճանաչում իս տականք եմ էլ է, այ երբ կարաս այս ձև քեզի անարգես, կարող է այդ ձևի չկարաս, ես անպիտան ծառա եմ գոնե, ես Աստծո ծառան եմ, այդ ինչ բարի բան կա Աստվածա նվիրե ու ես տալիս եմ քեզ գնա Հիսուսից շնորհակալել, խնդրա եւ Աստված քեզ էլ կտա այդ բարին, ամեն։ Սքանչելի ու պաշտելի Տեր, ամենակարող հայրավիտենության,
Անունդ փառավորվի, անունդ մեծարվի այս բարի խրատներիդ ու պատգամներիդ համար։ Շնորհակալ եմ քեզանից, որ օրորի մեզ թլպատում ես այս տականք եսից, մեզ վերափոխում ես, որ որքան էլ մեզ մեծանեն ու գովերգեն, մենք մեր վրա չվերցնենք քո փառքը սքանչելի այ, որտեղ բարի միտքը, բարի գործը, բարի ծրագիրը միայն Տեր Աստվածս դու կարող ես մարդուն շնորհել ու նվիրել եւ մարդու միջից գործել ու քո անունը փառավորել։ Փառք քեզի սքանչելի հայր, օրհնե մնացած ժամերն ու վայրկյանները եւ այս պատգամի միջոցով խոսիր բոլորի սրտին, որ Հիսուսին նայեն, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ իր առջև եղած իրականից ուրախության պատճառով խաչը անձնարավ, ամոթն արհամարեց եւ Աստծոյ աթոռի աջ կողմը նստեց։ Փառք քեզի սքանչելի հայր, փառք քեզի գովելի Տեր, օրհնե Տեր, որ այս պատգամը շարժ է ժողովուրդներին, շատերը ելնեն պղծված սարդիկեից զատվեն, գան, ծնվեն, մեծանան ու քեզի փառավորող գործեր կատարեն։ Փառք քեզի սքանչելի հայր, փառավորում ենք անունդ սուրբ, մեծ նզոր Տեր, Որդուդ Հիսուսի անունով, ամեն։